Ես ներողություն եմ ուզում խնդրել ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, որովհետև ի սկզբանե ուզում էի խոսեի թեկնածուին, արժանինքներին եւ գործառույթին, բայց Սերգեյ Բագրատյանը, Մարիա Կարապետյանը, Արման Եղյանն ու Էդուարդ Աղաջանյանը ստիպեցին մի փոքր փոխեի։ Նաեւ շատ կառուցողական ելույթ ունեի տիկին Նազելի Բաղդասարյանի հետ, որը հույսով եմ դեռ առիթ կունենամ խոսելու դրա մասին։ Տիկին Մարիա Կարապետյան, հիմա ասեմ ինչա կոռուպցիան, ուղիղ առարկայական, ոնց է արտահայտվում այդ պոզով պոչով կենթանին, որը մտել է ՔՊ-ի շարքերը նեպոտիզմի շրջանակում ու դուրս չի գալիս։ Օրինակը շատ առարկայական բերեմ ձեզ։ Երևան քաղաքը հայտարարում է մրցույթ ժոնգթոնգ ավտոբուսներ ձեռք բերելու համար։ Ասում է, ուզում ենք գնենք, մասնակցում է մի ընկերություն, խոսամ ոնց է մասնակցում առանձին, գալիս են ավտոբուսները։ Ու ինչ է պարզվում, որ այս 150 ավտոբուսների 2 նստարանը պակաս է։ Չկա։ Ու գուշակեք ինչ է լինում, փոխանակ, ասեն ախպեր ջան, լավ որ 2 նստարանն է, ուրեմն մի քիչ պակաս պետք է լիներ այդ փողը։ Կամ արի ստեղ հələ դու ով ես որ մեր հարկատուների փողը վերցրեք, կերել ես 2 նստարան պակաս ես արտադրել։ Նախ այդ ժոնգթոնգը չինականի ժոնգթոնգն է, ժոնգթոնգի չինականն է, իսկականը չէ, բայց դա մի կողմ, դա հետո կպատմեմ։ Ինչ է լինում։ Գնում է կառավարության չզեկուցող հարցերի հետ, ասում են ամեն ինչը թույն էր, օքեյ, նստվում է Երևան քաղաքի բյուջեին։ Կոռուպցիայի դրսևորում, դրա դիմաց պետք է մեկը դատվեր, ավել տված փողը հետ վերցներ։ Ոչ են ա եղել, ոչ են ա եղել։ Մեկ այլ ուրիշ օրինակ, տիկին Կարապետյան, ինչա կոռուպցիան։ Նախ կոռուպցիայի սահմանում չկա։ Ամեն կոռուպցիոն դրսևորին յուրովի է։ Ու այդ պոզով պոչով կենթանին մի սահմանում չի, մի նախադասությամբ չի։ Ամեն մեկը յուրովի արտահայտվում է։ Տեսեք, հիշում եք այն կոպեկները, որ 100 դրամանացուն մանեթնիկները առեկցում էին ավտոբուսների մեջ։ Հիշում եք, պարոն Աբրամյան։ Ուրեմն ինչ է լինում։ Երևանի քաղաքապետարանը որոշում է, որ դա առնի։ Պատահականությամբ, շատ պատահականությամբ այդ մանեթնիկները վաճառում է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարայի ամուսին Օմնիկոմի Ռուբոն։ Վաճառում է, լավ անում, ես խնդիր չեմ տեսնում, բայց այդ անտերի գինը շուկայում մտնում, նայես 35,000 դրամ է։ Ներողություն մի բան էլի։ Ես խնդրում եմ տարբեր մանավանդ պետական ծառայողների մասին, պաշտոնյաների մասին խոսելիս դիմենք անուն ազգային։ Հա, ես ներողություն խնդրում ազգանունը չէի։ Քաղաքական մշակույթ ընդունեցի ես, ընդունեցի դիտողությունը, բայց ազգանունը չեմ հիշում, ներողություն եմ խնդրում։ Ինչն է հետաքրքիր, որ այդ մանեթնիկների գինը մի 40,000 դրամ էր։ Իսկ գիտեք քանիս էին առել քաղաքապետարանը 140,000 դրամի չափ, 130 քանիս։ Հելել եմ, գոռում եմ, ասում եմ դատախազություն, այ ախպեր, արի մա տեսնենք ինչ է կատարվում ստեղ։ Ոչինչ ստախոսության համար պատասխանատվության ենթարկեցին, որտեվ առարկայական կտանեի դատախազության աշկը կմցնեի, կասեի նայ տես սրագին նեսկանա։ Ոչ էլ այդ մարդկանց վրա գործ հարուցեցին, բայց այդ ջանդամարը առել էին թանկ։ 2 ամիս հետո այդ մանեթները տարան թափեցին, ասին մեզ էլ պետք չի նոր համակարգ ենք ներդնում։ Բա որ գիտեք, որ 2 ամիս հետո միասնական տոմսային համակարգներ եք դնելու 700 ավտոբուս կա, չգիտեմ քանիսի համար են առել։ Այդքան փող ավել, խի տվեցիք։ Լավ ընդունենք 500 ավտոբուսի համար էին առել, 50 միլիոն դրամը կոպիտ կարտայտեմ, կասեք ոչ բարեգիրթ եք դուք։ Շարունակեմ այլ օրինակ բերեմ կոռուպցիայի։ Ուրեմն տեսեք, այգիները, որոնք որ կառուցել են Երևան քաղաքում, 40-ամյակի հաղթանակի այգին նվիրված Մալաթիայում, խնդրում եմ, աղաչում եմ, մի հատ գնացեք նայեք այդ այգու վիճակը, ողբերգական ուղղակի, սենց մատով կպտում է, սենց թափվում էր, սարքել են խայտառակ վատ, այդ ընկերությանը հերիք չի պիտի գցեին սև ցուցակ, ոչնչացնի որ չմասնակցեր, հաջորդիվ տալիս են 2 հատ ուրիշ այգի սարքելու։ Երբ որ խոսում եմ, ասում եմ, ոնց է լինում, ինձ ասում են չես վախենում, ասում եմ ինչից, ասում են ուժային կառույցներից մեկի զամի քրոջ տղունն է դա։ Այ քեզի բան, չեմ վախենում։ Ընդհանրապես չեմ վախենում ու խոսալու եմ ու ասեմ։ Ախպեր այդ մարդուն ինչ եք տվել։ Կարող է պայմանավորված էր պետական հովանավորչություն էր էսի։ Բայց պետական հովանավորությունը մի հատ ուրիշ ձև ցույց տամ, ասում եք կոռուպցիան որն է։ Հա պատմեմ կոռուպցիան որն է ու առարկայական, ամեն ինչ համար է պատասխան եմ կրում։ Լիլիանարմ ընկերություն, որի ՍՊ-ի տնօրենը ձեր ցուցակի մարդն է։ Երևանի ավականի ընտրություններին սարքում է Երևանյան լիճը, քրեական գործ են հարուցում, խայտառակ վիճակը, մի հատ խայտառակություն էլի։ Հետո սարքում է հայտնի 105 մանկապարտեզը, որ գնում բացահայտում եմ խայտառակությունա, փոխանակ բռնեն են մարդուն կախեն, քրեական գործին վրա են հարուցում, դատվում եմ, յոգուրտի գործով։
Այ քեզի բան գնացը կոռուպցիան բացահայտեք։ Բայց դա հեչ, շարունակությունն ասեմ այդ ընկերությանը։ Փոխանակ այս երկու դեպքից հետո այս ընկերությանը ընդհանրապես ջնջեին, ոչնչացնեին։ Այս ընկերությանն արեք տեսեք, որ բանն են տալիս, էլեկտրական դեպոյի շինարարությունն են տալիս։ Այդ թիվն է ճիշտ եմ հիշում մոտ 2 միլիոն դոլարի չափ։ Այդ կռիվը տեղից սկսվավ, ասի այս ընկերությունը, որ երկու հատ խայտարակ սարքել է, ոնց է երրորդը տալիս։ Գնացի բերեցի ցույց տվեցի, բռնին գործը հարուցեցին ին վրա, ասին ձենդ կտրի։ Շարունակեմ, ժողովուրդ, շարունակեմ։ Այդ կոռուպցիայի դրսևորումը շարունակական, երկարաժամկետ կան, բայց կան դրսևորումներ, որոնց հարցի ուղումը ուղիղ տալու եմ երկրի վարչապետին, որ հետաքրքիր է իր դիրքորոշումը հաջորդիվ։ Այդ շարքը անվերջ է ուղղակի։ Պարոն Բագրատյան, Տիկին Կարապետյանի մասին շատ խոսացի կներեք, էլի, որ ասում եք Ավետիսյան Արմենը սա Հայաստանում եք կպատմեր, չգիտեմ, պլաստմասեքով բանով, էլի, դուք լուրջ հանցագործության մասին հաղորդում եք։ Բա դրա համար ոչ մեկի նստած չի։ Կարող եմ ենթադրել, որ կարող Ավետիսյան Արմենից մի քիչ փող եք վերցրի, ասել գնամ անարի։ Ոնց հասկանամ, խետ մարդուն պատասխանատվության չեք եթարկե։ Երկու տարբերակ կա, կամ ձեր ասածը իրականության հետ կապ չունի, կամ փողը վերցրե բաց եք թողե։ Բա եթե չէ, հանցագործությունը գիտեք, ուրա, շարունակեմ, տարիների վերջ միշտ ԿՊԱ-ականներն ասում էին պապկեք կա տամոժնիկներում։ Պապկեկը գալիս են, այդ պապկեկի տերերն ով է, ես շատ ուզում եմ իմանամ, պահանջում եմ հատիկ առատիկ անունը տվեք ու պատասխանատվության ենթարկեք։ Կարող է պարզի վերջում մեկն է ձեր ցուցակի, չգիտեմ, 122-ը չի 264-ն է օրինակի։ Չէ, դի ո՞նց է լինում։ Ես ուղղակի ուզում եմ բռնեմ հասկանամ։ Հիմա գամ պարոն Եղոյանին, ժպիտը դեմքին։ Ուրեմն ձեզ օրինակը մի հատ էլ մասսայական ասեմ, էլի, այդ պարկ վերցնելու, լավ ու վատ կողմի ու եկամուտ ունենալու։ Տեսեք, պարոն Աղաջանյանը խնդրեմ մասնագիտական առումով վստահ եմ կկարողանա հանրամատչելի, եթե չկարողանամ ինքը օգնի ձեզ, էլի այդ հարցում։ Օրինակ զիգզագ ընկերությունը, ժողովուրդ։ Մենք բոլորս գիտենք, որ էլեկտրոտեխնիկա բերողները, որ բերում վաճառում են, այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում շատ փող են աշխատել։ Բնական է, եկամուտները իրենց կամքից անկախ է եկել։ Գալիս է Հայաստանից գնում է դուրս։ Զիգզագ ընկերությունը բացել է Միլե ընկերության պաշտոնական ներկայացություն, շատ թանկ էլեկտրոտեխնիկա է։ Ու ակնհայտ է, որ այդ տեխնիկան մենակ հայերը չեն առնում, դուրս են գնում։ Շատ ճիշտ են արել, օբյեկտիվ շատ ճիշտ են արել այս մարդիկ։ Բայց եթե այս մարդիկ նույն տրամաբանությամբ գնան մի հատ Bank Olufsen-ի կամ մի հատ ուրիշ ավելի թանկ ընկերության խանութ առնեն, վարկ վերցնեն, այդ խանութը սկսեն բերել լցնել, պատերազմը պրծնի ինչ կլնեն, կսննկանան, որովհետև այդ վարկը չեն կարողանա տալ։ Այսինքն մարդ, երբ որ եկամուտը պատահական գալիս ընկնում է իր վրա, պատահական գալիս ընկնում է վրա, դու պետք է կարողանաս դա ճիշտ կառավարել։ Եթե դու մնում ես այդ եկամուտի տակ ու չես գիտակցում, որ պետք չի պարտք վերցնել կամ պարտքը վերցնելուց արդյունավետ պետք է կառավարես, դու խնդիր ունես։ Օրինակը շատ պարզ եմ ասում, մի ուրիշ օրինակ բերեմ պրոյեկտեմ պետական ապարատի վրա։ Երբ որ դու պարկ ես վերցնում ջրամբար կառուցել, օրինակ Կապսի ջրամբարը 130 միլիոն, թիվը կարող սխալ չեմ, դոլար պլանավորում ես, ներգրավում ես Եվրասիական բանկից փողեր, չես սարքում, խնդիր է լինում։ Դրա բեռը ով է քաշում, ժողովուրդն է քաշում։ Եվ վաղը մյուս օր, եթե այս պատերազմը պրծա, մուտքերը մեր չապահովեց, ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում լրացուցիչ մուտքեր է գեներանում, շատ ուրախ եմ, որ համախառն ներքին արդյունքի աճանում, որտեղ առաջի դրա շահառուն մեր քաղաքացին է լինում։ Իհարկե շատ լավ է, մենք պետք է ճկուն լինենք, կարողանանք ճիշտ կառավարել, ճիշտ բերել տեղը դնել այդ ամբողջը, բայց եթե մենք չենք կարողանում ռիսկերը long time, երկարաժամկետ ընթացքում կառավարել, դա խնդիր է ստեղծում, պարոն Եղոյան։ Եթե դու այսօր չես գիտակցում, որ կարող է վաղը պատերազմը պրծնի ու քո տնտեսությունը նոր մարտահրավերների առաջ կանգնի, դու խնդիր ունես այդտեղ։ Եթե դու այսօր մենակ հիմք ընդունում ես, այո, բոլոր այդ տնտեսագիտական, հա իմիջիալով պարոն Թունյանին է պետք է անդրադառնալ, պարոն Թունյան, երեք էլ ասացի, շատ բաներ կա, ես չեմ հասկանում։ Ու չեմ նեղվում։ Օրինակ հարցեր եք տալիս, ես չի հասկանում։ Ինձ որ այդ հարցը տակ, կասեք չեմ հասկանում, չեմ պատասխանում։ Նույն տնտեսագիտությունից, եթե կենտրոնական բանկի նախագահն գաստ է, շատ հարցերի մեջ չեմ մտնի, որտեղ իմ տիրույթը չի դա, ու դա ամոթ չի, երբևիցե դրան չեմ խուսափել ես։ Ու էդիկ ասում եմ, այդ ինչ տպավորություններ ինչ էր խոսում, չհասկացա։ Բայց հետ գամ բանին, ինչին էի, միտքս թռա Թունյանի անունը տեսա։ Հա, պետք է կարողանաս ճիշտ կառավարել։ Կա էֆեկտներ, որոնց կառավարիչը դուք չեք, պարոն Եղոյան։ Օրինակ Սևծովյան ճգնաժամը, ոչ մի ձևով դրա տերը դուք չեք։ Պարսկաստանի ու Ամերիկայի հարաբերությունների սրվերն ու լոգիստիկ խնդիրներն ու մյուս դրա կառավարիչը դուք չեք, բայց դրա պտուղներ քաղողը դուք եք։ Ու վերջում տեխնացուն, որ ասում էր ձգում եք ժամկետը, խնդիր եք ստեղծում, ժողովուրդ միշտ հիշեք, քամից հանես, փոթորիկ հետ կհավաքես։
Որոշեցիք sense բան անել ուժեղ Հայաստանի հետ կապված, հետ հավաքեք պտուղներ։ Հաջորդիվ շատ ելույթ ունեմ, կներեք, այս անգամ ներող եղեք ինձ, ես չկարողացա տեխնացուին մասին խոսել։